Ավետարանական և առաքելական պատգամների մեջ շատ դժվարիմաց և մեկնության կարիք ունեցող խոսքեր կան, որոնց եթե մեկը նայի հոգու խավարած աչքով, նրա համար ճշմարտապես պատճառ կդառնա մոլության։ Ինչպես այն հիմարամիտ ապողինարը առաքյալից լսելով, քանի որ մանուկները հաղորդվեցին արյանն ու մարմնին, ինքն էլ որպես մերձավոր կցորդվեց նրանց։ Սրանից հետևություն անելով, ուրեմն մարմնից կտրեց հանեց մարդկային բանական հոգին ասելով. Աստվածային էր հոգևորությամբ հոգեացյալ։ Ուրիշ մեկն էլ սխալ հասկանալով մոլորվեց փրկչի ասած մեկ այլ խոսքով. ոչ ոք երկինք չբարձրացավ բացի նրանից, որ իջավ երկնքից մարդու որդին, որ երկնքում է։ Առաջին Եվրիքեսը համարեց, որ Քրիստոսի մարմինը երկնքից է իջած և նյութականացած է աստվածային բնությունից, անցկացնելով այն կույսի միջով, ինչպես խողովակով։ Չհասկացավ, որ սա այսպես էր կոչվում երկնայինի հետ նրա միավորության պատճառով, որը երկրից էր։ Ուրեմն աստվածային գրվածքների մեջ խոսք կա, որ ասված է և հասկացվում է ըստ բնության, և կա, որ ըստ տնօրինական միավորության։ Երբ Փրկիչն ասաց Փիլիպպոսին, ով ինձ տեսավ, իմ հորը տեսավ, եթե այս տեսնելը չհասկանաս որպես հոր բնության տեսություն, որ ունի որդին, ապա ոչ թե միայն որդեհայրություն ներմուծած կլինես, այլև մարմինն էլ կշնորհես հորը, ինչպես որդունն է։ Նույնպես և երբ ասաց, թե ես և հայրս մեկ ենք, մեկ լինելն ըստ դեմքի և անձի չասաց, այլ ըստ բնության, որին դու կուրացած մտքով նայելով չկարողացար զանազանել, այլ հանդիմանելով նախնիների Աստված խոսությունը գրեցիր և ասացիր. ինչ կարիք կա թվելու հույն իմաստակներին, որոնք երրորդությունը համարում են դեմքերով և անձերով բաժանված, իսկ աստվածությամբ միավորված։ Այստեղից հայտնի դարձրեցիր, որ դու այդ երկուսից ոչ մեկն էլ չես ընդունում, և այդպես ըստ դեմքերի չբաժանելով դառնում ես սաբելացի, իսկ ըստ բնության չմիավորելով արիոսական։ Եթե ըստ դեմքերի չի բաժանվում, անձերն ինչպես են կարողանում անփոփոխ մնալ, որի մասին Մեծեն Գրիգոր Նազյանզացին ասում է. երեք անձերը մեկ շփոթ միավորություն չհամարել, կամ միմյանց մեջ լուծված կամ խառնված, և դարձյալ, եթե աստվածությամբ չես միավորում, ապա ուրեմն օտար բնություն ես ներմուծում և զուգահավասար անձերը անհավասար համարում։ Այսպես խավարի փոխարեն զննում ես ճշմարտագույն լույսը, սակայն քո մտքի կուրությունը վերագրում սուրբ հայրերին, որոնց կոչում ես հույն իմաստակներ, և սա ի հանդիմանություն քեզ ասացիր, քանզի եթե դու գիտությունից լինեիր, այլ գիտուններին չէիր անվանարկի։ Իսկ քանի որ ընդունեցիր նրանց իմաստուն լինելը, նրանց իմաստնաբար ասածներն ինչպես չես ընդունում։ Բայց քեզ եմ հարցնում, եթե ճշմարիտ եք ասես, ովքեր են արդյոք այդ հույն իմաստակները, քանզի եթե անգամ դու կամենաս ստել, նրանց մասին քո ամբաստանությունը մեզ հանվանեցույց է տալիս այդ խոսքերի հեղինակներին։ Ասացիր, դեմքով և անձով բաժանում են, իսկ աստվածությամբ միավորում։ Սա սուրբ հայրերն են ասել, ոչ անձերից յուրաքանչյուրի առանձնահատկություններն են վերանում, ոչ էլ մեկ անձի առանձնահատկությունները երևում են մյուսի վրա։ Նաև բաժանվում է անբաժանաբար և միավորվում բաժանաբար, ոչ շփոթ առաջացնելով միավորությամբ, ոչ էլ տարբերություն բաժանմամբ։ Նաև պետք է խոստովանել մեկ աստվածությունը և երեք դեմքերը կամ երեք անձերը յուրաքանչյուրն իր առանձնահատկությամբ։ Այս է երանելի հայրերի աստվածաբանական դավանությունը, որոնց խոսքերի համար դու նրանց հերձվածողներ ես անվանում և չես երկնչում ու զարհուրում օձի պես թունալից լեզուդ ուղղել ընդդեմ նրանց, ովքեր եղան բանն Աստծո ուղեկիցներն ու սպասավորները, անսասան հավատքով հաստատելով նրա եկեղեցին։ Եվ միթե զարմանալի է, որ չես պատկառում աստվածանման մարդկանցից,
Դու, որ նույն ինքն վեհագույն բնության դեմ անգամ հանդգնեցիր ուղղել քո հայոյական խոսքը, չխոստովանելով մեկ անմեղ բնության մեջ 3 դեմք և 3 անձ, Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն։ Այսպես մերժելով աստվածային անձերի միությունը և այդ միության անունը, ժխտվում է նաև անձերից յուրաքանչյուրի գոյությունը, որից հետևում է, որ Աստված չկա, և դառնում ես անաստված, դու, որ այդպես հանդուգն ես Աստված տեսության մեջ և ճառում ես իմաստասերի պես։